Այսօր նրան հարցաքննել են, տեղի ունեցել դատաբժշկական փորձաքննություն եւ ըստ ամենայնի խոզարկության ավարտից հետո Նարեկ Օհանյանին կկալանավորեն։ Պարոն Վարդանյան, ավարտվեց խոզարկությունը եւ նոր իրեղեն ապացույցներ, նոր փաստերի հայտ եկան։ Իսկ ձերբակալված անձը Նարեկ Օհանյանը որևէ բան ասել է տեղի ունեցածի հետ կապված։ Պարոն Վարդանյան, հանրությունը ոստիկանության աշխատակիցներին է մեղադրում, ասում է, որ Մերձավանում տեղի ունեցած սպանությունից հետո պետք է բավարար չափով ուշադիր լիներ, որպեսզի տեղի չունենար այս ողբերգությունը։ Պատասխանատվության զգացում կամ որևէ բան, հա, ոստիկանությունը զգում է։ Կներեք, քանի որ քննչական գործողություններն արդեն ավարտվել են, ես կուզեի, որպեսզի քննչական գործողությունների ղեկավարը որևէ մեկնաբանություն տար դեպքի վայրի հետ կապված։ Դուք եք։ Քննչական ղեկավարը որոնցան արտակարգ։ Բայց մեկնաբանություն տալու բան չկա։ Դե ինչ մեկնաբանություն եք ուզում։ Քանի որ ձերբակալված անձը եւս այստեղ էր, հարցաքննության ժամանակ որևէ բան պատմել է, միակ կասկածյալը նա է։ Նախաքննության գաղտնիք տվյալներ եք ուզում, որ հրապարակման ենթակա չի սպառնում։ Բացի Նարեկ Օհանյանից այլ անձ հարցաքննվել է։ Բազմաթիվ անձիկ են հարցակնվել։ Շատերը կարծում են, որ սա վենդետա է եւ այսօր էլ պաշտոնանկություններ տեղի ունեցան։ Պատասխանատվության զգացում կամ մեղքի զգացում արդյոք իրավապահները չունեն, քանի որ այսօր հողին հանձնվեց։ Ըստ էության եմ հարցնում։ Գործի վերաբերյալ, արդյոք սա Մերձավան խոշորացված համայնքում փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունը չէ։ Դե վարկածները բազմաթիվ են։ Բոլոր վարկածներն ստուգվում են։ Դեռ վերջնական արդյունք չկա։ Շնորհակալ եմ։ Ընդհանուր ձերբակալված անձ։ Իսկ դեպքի վայրից բացի կիսայրված իրերից այլ բան, օրինակ հանցագործությունը առարկան զենքը հայտնաբերվել է։
Μια τα αυτού τελεκέλου στο πάνω. Ինչպես տեսնում եք, այստեղ է նաև այսօր պաշտոնանկ եղած Արթուր Բդոյանը, նա հանդիսանում էր ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի ոստիկանապետը։ Փորձեցինք բարձաբանում ստանալ նրանից, թե ինչու է այստեղ եւ իր պաշտոնանկության հետ հաշտը, սակայն Բդոյանը չցանկացավ մեկնաբանություն տալ։ Հիշեցնեմ, որ այս պահին քննչական գործողություններ իրականացվում, խոզարկություններ իրականացվում Վալոդիա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանի տանը, ինչպես տեսնում եք, իրավապահները դեռևս այստեղ են, նշեմ, որ ձերբակալված Օհանյանը եւս այստեղ է։